Ֆուտբոլի մոտ 50 դաշտի տարածք կամ ավելի քան 358,000 քառակուսիմետր տարածք է այրվել Ռուսաստանում ուրբաթ ուկրաինական անօդաչուների հարվածներից։ Միլիարդավոր դոլարների կորուստներ են ունեցել Wildberries-ի աշխատողները, որոնք դեռ ուշքի չեն գալիս կատարվածից։ 10 րոպեում այրվեց մի բիզնես, որը կառուցվել էր տարիներով։ Այրվեց էլեկտրոստալի պահեստը։ Դա այն պահեստն էր, որտեղ գտնվում էր մեր բրենդի ապրանքների հիմնական մասը։ Ինձ համար շատ դժվար է այս տեսանյութը ձայնագրելը։ Ձայնս պարզապես դողում է։ Ես երբեք նման բան չեմ արել։ Պարզապես շնորհակալ եմ ձեզ, որ մեր կողքին եք, որ դուք կաք։ Բառացիորեն վերջերս մենք ուրախանում ենք ձեր հաղորդագրություններով, որքան նախնական պատվերներ կան։ Ինչպես է աճում մեր բրենդը, իսկ այսօր մենք այն կորցրեցինք։ Մոսկվայի մարզի էլեկտրոստալի եւ Տամբովի մարզի Կոտովսկի լոգիստիկ կենտրոնները ընկերության առանցքային հանգույցներից էին։ Դրանցից մեկը սպասարկում էր Մոսկվան եւ կենտրոնական դաշնային օկրուգի մի մասը, մյուսը տարածաշրջանային մատակարարումները։ Էլեկտրոստալի պահեստը մոտ 250,000 քառակուսիմետր տարածքով Wildberries-ի խոշորագույն տերմինալներից էր։ Փորձագետների գնահատմամբ դրա վերականգնումը կարող է արժանալ տասնյակ միլիարդավոր ռուբլիներ։ Կոտովսկի կենտրոնի մակերեսը մոտ 108,000 քառակուսիմետր է, երկու օբյեկտների վնասված հատվածների ընդհանուր չափը մոտ 358,000 քառակուսիմետր է։ Նախնական հաշվարկով ընդհանուր վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ ռուբլին, որի մեծ մասը կապված է վաճառողների ոչնչացված ապրանքների հետ։ Горит наши товары։ Այրվում են մեր ապրանքները։ Կան զոհեր, բազմաթիվ տուժածներ։ Հսկայական թվով վաճառողներ հիմա գլուխներն են բռնել, որովհետև ինչ-որ մեկի բիզնեսը մեկ ժամում պարզապես այրվել է։ Ինձ մոտ անձամբ էլեկտրոստալի պահեստում էր ապրանքների ավելի քան 50%-ը։ Վաճառողների խմբերում հիմա բոլորը գրում են միմյանց։ Մեկի մոտ այնտեղ ապրանք կար 15 միլիոն ռուբլու, մյուսի մոտ 10 միլիոնի, եւ այսօր շատերը կարող են արթնանալ արդեն սնանկացած վիճակում։ Իմ ապրանքը նույնպես այս գիշեր այրվեց Wildberries-ի պահեստում, իսկ նոր օֆերտայի համաձայն դրա համար ինձ ոչ ոք ոչինչ պարտավոր չէ վճարել։ Այդ պահեստներում մոտ 1.5 միլիոն ռուբլու ապրանք էր պահվում, եւ ֆինանսական պատասխանատվությունը մեզ վրա է մնալու։ Ես նույնիսկ հարցեր չունեմ։ Հույս ունեմ Wildberries-ի ղեկավարությունը ողջամիտ կլինի, նրանք կփոխհատուցեն մարդկանց կորուստները։ Բայց այս թվերի հետևում հազարավոր փոքր բիզնեսներ էին գործում։ Շատերի համար մոխրացած պահեստը նշանակում է ոչ միայն կորցրած ապրանք, այլև կորցրած շրջանառություն, վարկային պարտավորություններ եւ բիզնեսը զրոյից սկսելու վտանգ։ Wildberries-ի պահեստներում կային ոչ միայն ռուս, այլև տարբեր երկրների վաճառողների ապրանքներ։ Դեռ հայտնի չէ, թե քանի վաճառող է տուժել, սակայն արդեն հայտնի է, որ տուժածների թվում հայեր նույնպես կան։ Հեռախոսս ուղղակի պայթում է, թե ինչքան մարդ է ինձ գրում ու զանգում է իրավիճակի հետ կապված։ Ու թե ինչքան մարդ ասում, որ Քրիստի ես քո կողքը կանգնած եմ, շնորհակալ եմ այդ ամեն ինչի համար, բայց ես պատկերացնում հիմա բոլոր են վաճառողների իրավիճակը, ովքեր ունեին ապրանքներ, ու խոսքը չի գնում 100-200 ապրանքի մասին, խոսքը գնում է միլիոնավոր ապրանքների մասին, որը հենց մեկը ես էլ ունեի, միլիոնների ապրանք ունեի պահեստներում։ Չգիտեմ։ Հրդեհից հետո առաջին հարցը, որ հուզում է տուժածներին, այն է, թե ինչու հենց Wildberries-ի լոգիստիկ կենտրոնները դարձան թիրախ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հարվածների ենթարկված լոգիստիկ օբյեկտները օգտագործվել են անօդաչուների արտադրության համար անհրաժեշտ, այդ թվում պատժամիջոցների տակ գտնվող բաղադրիչների մատակարարումների համար։ Միաժամանակ այդ պնդումը պաշտոնական բացատրություն է ուկրաինական կողմից։ Հանրային աղբյուրներում այս պահի դրությամբ չկա հրապարակված անկախ ապացույց, որը կհաստատի, թե Wildberries-ի պահեստները եղել են ռազմական պահեստներ։ Մյուս կարևոր հարցը փոխհատուցումն է։ Այս պահին վաճառողների կորուստների փոխհատուցման հստակ մեխանիզմ դեռ չկա։ Wildberries-ի օպերատոր ընկերությունը հայտարարել է, որ կաջակցի տուժածներին, սակայն դեռ չի ներկայացրել ծրագիր, թե ինչպես են փոխհատուցվելու վաճառողների ամբողջական կորուստները։ Ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ աջակցություն կտրամադրվի զոհվածների ընտանիքներին եւ տուժած աշխատակիցներին։ Ըստ ընկերության զոհվածների ընտանիքներին նախատեսվում է տրամադրել 2 միլիոն ռուբլի, իսկ ծանր վիճակում գտնվող տուժածներին 1 միլիոն ռուբլի։ Վաճառողների դեպքում իրավիճակն ավելի բարդ է։ Շատերի ապրանքները ապահովագրված չեն եղել, իսկ Wildberries-ի պայմանագրային փոփոխություններով անօդաչուների հարձակումների հետևանքները դասակարգվում են որպես ֆորս մաժոր։ Այո, բիզնեսը ռիսկեր է ենթադրում, բայց ամենահետաքրքիրն այն է, որ Wildberries-ը ոչ վաղ անցյալում հրապարակեց նոր պայմանագիր, որտեղ ներառել էր կետ, ըստ որի անօդաչուների հարձակումների հետևանքով առաջացած վնասների դեպքում ընկերությունը պատասխանատվություն չի կրում։ Վաճառողները պատրաստվում են բանակցել ընկերության ղեկավարության հետ, պահանջելով լուծումներ իրենց կորուստների համար։